Ինչ է նշանակում կյանքը տալ Աստծուն։ Դա չի նշանակում պարզապես աղոթել Նրան։ Ուրեմն ինչ է նշանակում տալ կյանքը Աստծուն։ Հիմա մենք կխոսենք դրա մասին։ Շատ մարդիկ սկսում են ուղղվել իրենց թերությունների մեջ, բայց միևնույն է ամբողջությամբ չեն փոխվում։ Որոշ հարցերում նրանք դեռ չեն կատարում Աստծո կամքը։ Իսկ ինչպես կարող է Աստված բնակվել մի մարդու ներսում, ով չի պատրաստվում կատարել նրա կամքը։ Դա նույնն է, եթե ձեզ աշխատող հարկավոր լիներ, որպիսի օգներ ձեզ ձեր տան գործերում, որպես տնային տնտեսուհի։ Ինչպես եք դուք մեկին թույլ տալու աշխատել ձեր տանը, եթե նա չի անելու այն ամենը, ինչ դուք եք ասում։ Երբ դուք մոտենում եւ ասում եք նրան. «Լսիր, ես առավոտյան դուրս եմ գալու։ Ուզում եմ, որ մաքրես լոգարանը, հետո սա անես, հետո մյուս գործը, հետո ճաշ եփես եւ այլն»։ Բայց երբ դուք տուն եք գալիս, նա ամեն ինչ լրիվ այլ կերպ է արել։ Նա ինքն իրենից հորինել է եւ ամեն ինչ հակառակ ձևով է արել։ Կամ դուք այլ աշխատող եք վարձում եւ ասում եք նրան. «Տես, ես ուզում եմ, որ դու սա եւ սա անես», եւ դուք վճարում եք նրան։ Իսկ օրվա վերջում դուք տեսնում եք, որ նա ամեն ինչ հակառակ է արել։ Դուք կշարունակեք նրան պահել որպես աշխատող։ Դուք կթողնեք, որ այդպիսի մարդը շարունակի լինել ձեր տնային տնտեսուհին։ Դուք դա չեք անի, որովհետև այդ մարդը չի ուզում անել այնպես, ինչպես դուք եք նրան ուղղորդում։ Նույնն էլ Աստծո դեպքում է։ Կյանքն Աստծուն հանձնելը նշանակում է կատարել նրա կամքը, որովհետև դուք հասկանում եք, որ նրա կամքը լավագույնն է ձեզ համար։ Բայց կան շատ մարդիկ, ովքեր խաչ են կրում, ասում են, թե սիրում են Աստծուն, քրիստոնեական երգեր են լսում, նույնիսկ իրենց հավատացյալ են համարում, ուրիշներին պատմում են Հիսուսի մասին, քարոզում են, շատ գործեր են անում, բայց արդյունքում վերածվում են ուղղակի կրոնավորների, որովհետև հոգևոր աշխարհում այս մարդիկ իրենց կյանքը չեն հանձնել Աստծուն, որովհետև նույնիսկ այդ ամբողջ գործերն անելով, նրանք միևնույն է չեն կատարում Աստծո կամքը։ Շատ հարցերում նրանք նախընտրում են իրենց կամքը։ Ուրեմն արդեն պարզ է, որ Աստված չի բնակվի մի մարդու մեջ, ով չի շարժվելու իր ուղղորդությամբ։ Օրինակ հոգևոր աշխարհում ոչ մի օգուտ չկա, եթե դուք թողել եք ծխելը, խմելը, թողել եք ձեր բոլոր վատ սովորությունները։ Այո, դա մարդու համար շատ հիանալի է, շատ լավ է, որ դուք թողել եք այդ վատ սովորությունները։ Բայց եթե դուք չեք ուզում ներել, չնայած ձեր մնացած փոփոխություններին, դուք միևնույն է չեք կատարում Աստծո կամքը, որովհետև հենց Աստված է ասել, որ պետք է ներենք։ Աստված ասել է. «Եթե չներեք, դուք էլ չեք ներվի ձեր երկնային Հոր կողմից»։ Այսպիսով, դուք շատ բաներում փոխվել եք, բայց եթե չեք ներում, ապա հնարավոր չէ, որ Աստված ձեր կյանքում լինի։ Այդպիսի կյանքը Աստված չի ընդունի, որովհետև այդ կյանքը նրան չի գոհացնում։ Այդ մարդկանց պակասը հենց սա է, ովքեր գալիս են եկեղեցի, ովքեր սկսում են ճիշտ ապրել, իրենց որոշ սխալ արարքները թողնում են, բայց իրենց կյանքը իրականում չեն հանձնում Աստծուն։ Կյանքն Աստծո ձեռքերի մեջ հանձնելը նշանակում է. «Ահա իմ կյանքը, հիմա ես այն քեզ եմ տալիս, եւ այն այլևս իմը չէ, այլ քոնն է։ Ուրեմն եթե այն այլևս իմը չէ, ես չեմ անելու իմ կամքը, ես կատարելու եմ Աստծո կամքը»։ Իմ սեփական օրինակից բերեմ։ Շատ տարիներ առաջ հայրս ինձ ժամացույց էր նվիրել, բայց նա ասում էր. «Նայիր, դու սա չես կարող նվիրել ոչ ոքի, չես կարող տալ, որպեսզի քո ընկերները ժամանակավոր կրեն այս ժամացույցը, չես կարող այն վաճառել»։ Եվ ես հարցրի. «Իսկ գոնե օգտագործել կարելի է»։ Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան են տալիս, բայց դուք չեք կարող այն վաճառել, չեք կարող ինչ-որ մեկին նվիրել, դա նշանակում է, որ դա ձերը չէ։ Եթե դուք այդ իրի հետ չեք կարող վարվել այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում, եւ հենց այսպես էլ շատերը իրենց կյանքն Աստծուն են տալիս, եւ դրա համար էլ չեն ստանում Սուրբ Հոգու մկրտությունը։ Հենց դրա համար էլ նրանք կրոնավոր են համարվում, եկեղեցի են գնում, խոսում են Հիսուսի մասին, փոխվում են ինչ-որ հարցերում, բայց իրականում նրանք չունեն այն խաղաղությունը,
որը հենց Աստված է տալիս։ Չունեն իրենց փրկության վստահությունը, որովհետև երբեք իրենց կյանքը չեն հանձնել Աստծուն։ Եվ այս հաղորդման վերջում ես կարող եմ միայն մեկ խորհուրդ տալ ձեզ. այնտեղ, որտեղ որ գտնվում եք, ձեր տանը, ձեր սենյակում, աշխատանքի վայրում, ավտոբուսում, որտեղից որ հիմա մեզ դիտում եք, հանձնեք ձեր կյանքն Աստծուն եւ իմացեք, որ ամենակարևորը միայն աղոթելը չէ, միայն ասելը չէ, ես իմ կյանքը քեզ եմ տալիս, այլ դրանից հետո սկսել անել այնպիսի քայլեր, որոնք իրականում կապացուցեն, որ դուք ցանկանում եք կատարել Աստծո կամքը։ Հայր մեր աղոթքը մեզ հենց դա է սովորեցնում. թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Ուրեմն, իրապես տվեք ձեր կյանքն Աստծուն, եւ դուք կտեսնեք, թե ինչպես կգտնեք նրա ներկայությունը եւ կունենաք իրական երջանկություն։